Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Ես մի անգամ արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ համաձայն չեմ այն մոտեցման հետ, որ դրսևորում է Հայաստանի Հանրապետության վարչապետը 3 տգետ օլիգարխների նկատմամբ, քանի որ իմ ընկալմամբ, երբ որ վարչապետը այս տգետ օլիգարխներին, օրինակ կենսաբանության ոլորտից է հարցեր տալիս կամ առաջարկում է օրինակ արհամարել բառը գրել առանց տարածքալների ուղիղ եթերում, իմ ընկալմամբ դա նրանց այդ 3 օլիգարխների կոնկրետ մտավոր ունակությունների գերագնահատում է որպես այդպեսին, գերակնհայտ է, որ այդ մարդիկ չեն կարող օրինակ արհամարել բառը գրեն առանց 2 տարածքալի կամ կենսաբանական ինչ-որ գիտելիքներ ունենալ, աշխարհագրական ինչ-որ գիտելիքներ ունենալ։ Ես իմ վրա եմ վերցրել այս 3 օլիգարխներին օգնելու ու նրանց կրթելու հարցը, ու ես կարծում եմ, որ նրանց հետ պետք է սկսել ամենապարզից։ Ու ես հիմա նրանց հետ կսկսեմ մեր առաջին դասը, սիրելի 3 օլիգարխներ, հարմար նստեք էկրանների առաջ, սկսում ենք։ Մենք նրանց հետ դասը կսկսենք Այբուբենից։ Սիրելի օլիգարխներ, մեր Այբուբենը գրվել է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Մատենադարան դիմաց մի հատ արձան կա, նստած մարդու արձանա, դա Մեսրոպ Մաշտոցն է, մեր տառերն ինքն է գրել։ Մեր Այբուբենը ունի 39 տառ, ու մենք հիմա ձեր հետ կփորձենք այս տառերը ձեզ բացատրել։ Սիրելի օլիգարխներ, տառ A, առյուծ, օրինակ, սատկած առյուծ հեծնելը հերոսություն չէ։ Հաջորդ տառը, սիրելի օլիգարխներ, B, բարեգործություն։ Բարեգործություն չի կարելի համարել գողացած փողերից մարդկանց փշրանքներ տալը։ Հեշտ է, չէ՞, ստացվում է, փորձում եք գրել, սիրելի օլիգարխներ, չգիտեմ որ տեսախցիկին են։ Դուք փորձեք գրել նաև, այն ինչը տեսնում եք, այս սպիտակ թղթի վրա որ տեսնում եք այդ սև բանը, դա փորձեք արտագրել։ G, սիրելի օլիգարխներ, G, գործարան։ Գործարանները չպիտի քանդվեն ու որպես մետաղի ջարդոն վաճառվեն սեփական գրպանները լցնելու համար։ Գործարանները չպիտի քանդվեն ու որպես մետաղի ջարդոն վաճառվեն գրպանը լցնելու համար։ D, ձեր մտածածը չի, D, դղյակ, ժողովրդից գողացած միջոցներով կառուցած դղյակները վերադարձվում ու վերադարձվելու են ժողովրդին, սիրելի օլիգարխներ։ Դուք հիմա կզարմանաք, որտեվ արդեն հասկացել եք, որ այս մի հատը, մի տառ է, բայց երկու հնչյուն եք լսում, չէ՞, Ե եւ Է։ Են այդպիսի տառ է ինքը։ Եկեղեցի։ Եկեղեցին մեր սրբությունն է, սիրելի օլիգարխներ, ոչ թե KGB-ի գործակալների որջը։ Զավակ, ձեր զավակներին բանակից ազատելով, ուրիշների զավակների կյանքի գնով պատերազմ մի հրահարեք, սիրելի օլիգարխներ, մի հրահարեք, լավ բան չի կարելի, no։ Էներգետիկա, Հայաստանի էներգետիկան ձեր դուքյանը չէ, որ թաքուն տանեք, այստեղ այնտեղ ամբողջ համակարգը գրավ դնեք, ամբողջ համակարգը էներգետիկա։ Մի քիչ տեսնում եք ոնց է արտասանվում, ընտրակաշարքը դա այն է, երբ ժողովրդից գողացածի կես տոկոսը վերադարձվում է նրան, հետագայում ժողովրդի քթերից բերելու պայմանով։ Բացառապես առանց այդ պայմանի երբեք ոչ մեկ ընտրակաշարք չի տալիս։ Եթե ընտրակաշարք տրվում է այն պայմանով, որ դրա 10 պատիկը պետք է դավերցնողի քթերից բերի։ Հատկապես այն մի օլիգարխին խնդրում եմ ուշադրություն, մի շեղվեք խնդրում եմ, պարոն օլիգարխ, թիկնապահ։ Թիկնապահները չպետք է զուգարաններում ծեծելով մարդ սպանեն։ Զուգարաններում ծեծելով մարդ սպանել չի կարելի։ Ժողովուրդ, իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։ Իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։ Սա 2 անգամ եմ նախատեսել ասել, որտեղ դեռ ձեր կարողությունները չեմ ստուգել, շատ սիրելի օլիգարխներ, այնպես որ չեմ կարող ասել մեկ անգամից ոնց է ըմբռնման մակարդակը, էլի։ Լկտիություն։ Լկտիությունը պիտի չափ ունենա։
Կամ լկտիությունը, երբ ժողովրդից գողացած փողերով լրատվականներ եք բացում, որոնցով մարդկանց հետո ժեղ պիտի ասեք։ Խ. Խաղաղություն։ Մեր ժողովրդի երազանքն ու ցանկությունը խաղաղությունն է։ Ց. Ծանր։ Ծանր է երևի միաժամանակ լինել եւ KGB-ի գործակալ եւ ձևացնել, որ սիրում եք ու կամ ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը։ Կ. Այս մի օլիգարխին սա հատկապես դուր կգա։ Կ. Կրկես։ 15 տարի տևեց Երևանում մեկ կրկեսի կառուցումը 21-րդ դարում։ Այն դեպքում, երբ Հռոմի Կոլիզեումը անտիկ ժամանակներում բացառապես ձեռքի աշխատանքով կառուցվել է 8 տարում։ Հռոմում 8 տարում ձեռքի աշխատանքով Կոլիզեում, Երևանում 21-րդ դարում աշխարհի տեխնիկայով 15 տարում մի կրկես անել, որտեղ հետո մենակ օլիգարխների թիմերը պետքա ներկայացումներ տային կրկեսային։ Հ. Հաղթանակած։ Հատկապես պարոն Քոչարյան ուշադիր եղեք, հաղթանակած ու կամ հաղթել բառը գրվում է ղ-ով, ես տեսել եմ դուք այդ սխալն արել եք, ղ-ով է գրվում, ղ։ Հեսա ղ-ին կհասնենք։ Ձ. Ձրիակերություն։ Ձրիակերների պես 30 տարում զինվորներին թողել էի կանսերվայի բանկաների հույսը։ Ղ. Սա ընտառն է, ղ. Ղալատ։ Ղալատ եք անում, երբ մտածում եք կամ կարծում եք, որ պիտի կարողանաք Հայաստանի անկախությունը մատաղանել ձեր տիրոջ ոտքերի առաջ։ Չ. Ճուտ։ Ճիշտ է, որ KGB-ի ձեր կուրատորները ձեզ ճուտ են ասում առանձին զրույցներում։ Մ. Մենաշնոր։ Այն, որ ձեր ուզած ոլորտներում մենաշնորներ էիք սահմանում ու ձեր զավակներին ու բարեկամներին դնում էիք այդ մենաշնորների գլխին, այդ չի նշանակում, որ դուք yaman բիզնեսմեններ էիք։ Իդեպ յուրացնել, հաջորդ դասին կանցնենք մաթեմատիկայի ու կփորձենք միասին հաշվել, թե որքան գումար եք դուք յուրացրել Հայաստանի ժողովրդից։ Ն. Ներողություն։ Ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից, որ ստիպված եմ աժա ամբիոնն օգտագործել տգետ օլիգարխներին կրթելու համար։ Շ. Շինել։ Նորից ասեք, թե քաղաքացուց գողացածով մարդը քանի դղյակ եք շինել։ Որոշող։ Դուք այլևս երբեք Հայաստանում որոշող չեք լինելու։ Չ. Չափ։ Ցիտելով դասականին, երբ չափն անցնում եք, թեկուզ լափելու մեջ, անչափ չեք դառնում։ Պ. Պետություն։ Պետությունը ամենաթանկն է, ինչ մենք ունենք, ու դա չեք կարողանալու մեզնից խլել։ Ռ. Ռևանշ։ Ոյ, կներեք։ Ջներեք է ռևանշի տեղը, առանց ստուգելու էինք նայում արդեն։ Ռ. Ռևանշ։ Դուք ժողովրդի նկատմամբ ռևանշի չեք հասնելու։ Ժողովուրդը ձեզ անվերադարձ նոկաուտ է ուղարկել։ Բայց ջն բաց թողեցինք ամեն դեպքում։ Ջ. Ջեպկիր։ Ջեպկիր եղել եք, ջեպկիր էլ կմնաք։ Ս. Սահման։ Սահմանի դիրքերում ձեր թողած կանսերվայի բանկաները վերջում ձեզ ենք տալու, կտանեք, կհանձնեք։ Վ. Վատություն։ Ում էր այս ժողովուրդը ինչ վատություն արել, որ եկել կպել եք ու չեք պոկվում, կարանք հասկանանք։ Տ. Տգետ։ Տգետ լինել նամոթ է, երբ քեզ դնում ես ուժերի տեղ։ Ր. Ռաֆի, Ռաբունի, անգամ Ռաֆին ու Ռաբունին չեն սիրում ձեզ, պարոնայք օլիգարխներ, չեն սիրում։ Ց. Ցույց։ Ցույցերի ժամանակ թմրանյութերի օգտագործումը օրենքով պատժելի է։ Ուժեղ լինելու համար նախ պիտի ուժեղ բառը գրել իմանաք, դա ստուգենք հաջորդ դասը։ Փ. Փող։ Այս վստահ եմ, որ հիմա կամերայի հետևում ձեր աչքերը փայլեցին, պարոնայք օլիգարխներ, անկեղծորեն վստահ եմ, բայց չարաճճի օլիգարխներ, դրա մասին հետո կխոսենք, փողի հետ կապված հաշվարկները ասեցի հաջորդ դասին լինելու։ Ք. Հենց այդ փողի հետ կապված աչքերի փայլի համար էլ պետք է իմանալ, որ քրեական հանցագործությունների համար կարող եք ազատազրկվել։ Եվ վերջապես օրենքի առաջ բոլորը հավասար են։ Օլիգարխ։ Օլիգարխները էլ թրենդային չեն, տղերք, կարող հիպի դառնաք։
Եվ վերջում Ֆ, ով շատ բարդ դասարան է ձերը։ Հաջորդ դասին խնդրում եմ տնայինները ձեր գործընկերների միջոցով կուղարկեք, որ ստուգենք, հասկանանք, որ տառը ինչպես հասկացա գրելու, ինչպես ասեցի, կանցնենք արդեն բազմապատկման ուսակին ու մաթեմատիկային առհասարակ։ Շնորհակալություն։